Եվ շնորհակալ ենք ձեզ, որ դուք Տիրոջ հզոր մարդիկ եք, Աստված օրհնի ձեզ բոլորիդ։ Բարդ Տիրոջ այսօրվա հզոր ծառայության համար Տերը օրհնի ձեզ, կարող եք զբաղեցնել ձեր տեղերը։ Տերը օրհնի։ Այսի տամ ավելի հարմար է, այսի։ Անեսի։ Կարող ես սրտանց փառաբանել Տիրոջը եւ ասել հզոր օր է այսօր։ Որտեւ մենք այստեղ ենք այսօր Տիրոջ անվան համար, Տիրոջ համար եւ Տիրոջ ներկայությունը այստեղ այնքան հզոր է այսօր եւ որքան մեծ պաշտանմունք եւ որքան հրաշալի երկրպագություն բարձրացավ։ Փառք Աստծուն, մենք եկել ենք Տեր քեզ պաշտելու, Տեր շնորհակալ եմ։ Փառաբանում եւ մեծարում ենք անունը Տարքա, շնորհակալ եմ։ Տեր դու ես ասել, որտեղ երկուսը կամ երեքը հավաքվեն իմ անվան շուրջ, ես այնտեղ կլինեմ։ Շնորհակալ եմ, որ դու երբեք մեզ որբ չես թողում, որ մենք անտեր չենք, որբ չենք, որ դու ես մեր մխիթարիչը, Տերը, բժիշկը, ապավենը, սուրբը։ Փառավորում ենք անունը Տեր եւ մինչեւ գետինը խոնարհվելով ծնկի են գալիս քո առջեւ եւ ասում Տեր, երախտապարտ ենք թափածը Սուրբ Արյան համար, շնորհակալ եմ Հիսուս, Տեր Աստվածս, դու ես հավատարիմը եւ հզոր վկան մեր, շնորհակալ եմ, թող անունդ փառավորվի այսօր եւ հավիտյանս հավիտենից, ամեն։ Գիտեք, չորեքշաբթի օրը ծառայողական հավաքույթին մենք խոսեցինք ընտրության մասին եւ երեք որքան խորում է խոսքի մասին, այնքան նորից Տիրոջ հոգին տանում էր այնտեղ, որ նորից խոսենք այս խոսքը, որ այսօր այս տան մեջ բարձրանա եւ մեզ դիտողների համար եւ այստեղ գտնված մարդկանց համար այսօր ընտրության օր է։ Եվ դու եւս մեկ անգամ այսօր ունես քո որոշումը կայացնելու եւ նոր կերպով ընտրություն անելու, ընտրել մահը թե կյանքը, բժշկությունը թե հիվանդությունը, անեծք թե օրհնություն։ Եվ շատ կարևոր է, որ ինքդ որոշես, ում ես այսօր դու ծառայում, Աստծուն թե կուռքերին, մարդկանց թե Աստծուն։ Եվ շատ կարևոր է, որպեսզի մենք ծառայենք Աստծուն, մենք ծառայում ենք մարդկանց հանուն Աստծո, մենք զոհաբերում ենք, ընծայում ենք հանուն Աստծո, ավետարանում ենք հանուն Աստծո, ինչ որ անում ենք հանուն Աստծո։ Եվ այսօր դու պետք է քո մտքերի մեջ նորից եւս մեկ անգամ վերականգնես քո ուխտը Աստծո հետ եւ ծառայության վերջում իհարկե մենք կանենք դավանություններ եւ կխոսենք եւ այսօր հռչակումներ կանենք։ Բայց այսօր ուզում եմ եւս մեկ անգամ անդրադառնալ Աստվածաշնչյան հիմքերին, որ շատ կարեւոր է ծննդոցից մինչեւ հայտնություն։ Կարևոր է ունենալ հիմքեր, կարևոր է կանգնել այդ հիմքերի վրա, որտեղ Աստվածաշունչն ասում է, եթե հիմքը քանդվի, ապա արդարը ինչ անի։ Եթե դու քանդում ես հիմքերը, այլ հիմքերը, որ Աստված է կառուցել, այլ հիմքերը, որ նա է սահմանել, նշանակում է մենք չենք կարող տեղ հասնել, մենք չենք կարող առաջ գնալ։ Սակայն եթե մենք այսօր նոր հիմքեր կառուցենք, նոր տեղեր բարձենք, նոր շտեմարաններ կառուցենք Տիրոջ համար, ամեն բան մեր մոտ կփոխվի։ Ասա ամեն բան Աստված ուզում է, որ իմ կյանքում փոխվի եւ քո կյանքում փոխվի։ Ծննդոց 1:27-28-ում գրված է եւ Աստված ստեղծեց մարդը իր պատկերով եւ իր նմանությամբ։ Որքան կարեւոր է լինել Աստծո տեսակը, Աստծո նմանը։ Աստված ստեղծեց մարդը իր պատկերով եւ իր նմանությամբ, բազմիցս ասել եւ այսօր էլ ասում եմ, դա ոչ թե երկու աչք, մեկ քիթ, երկու ձեռք, երկու ոտքն է, որովհետեւ ֆիզիկական մարմին չենք պատկերացնում Աստծուն, Աստված հոգի է։ Եվ շատ ժամանակ մենք չենք կարողանում անտեսանելին հասկանալ, անտեսանելի Աստծո հետ, որ ինքը հոգի է, շփվել նրա հետ, հասկանալ նրան, լսել նրա ձայնը, կատարել Աստծո կամքը, լինել Աստծո կամքի մեջ, եւ մենք անդադար ուզում ենք տեսանելի բաներ, որ տեսնում ենք, հավատալ տեսանելիին, հավատալ այն ինչ որ մենք ենք տեսնում։ Սակայն Եբրայեցիների 11:1-ում գրված է, սակայն հավատքը չտեսած բաների հաստատությունն է եւ չերևացող բաների ապացույցը։ Հավատքը նա է, որ չես տեսնում եւ հավատում ես, եւ տեսնում ես տեսիլքով, տեսնում ես հոգեվոր աչքերով։ Այսօր շատ եկեղեցիներ կան, այսօր շատ
հոգևոր մարդիկ կան շատ քրիստոնյաներ, սակայն քիչ է այսօր հոգևորը, մարմնավորը որքան ուզես, մարմնավոր գործերի համար որքան շատ կա, սակայն հոգևորը հասկանալ, հոգևորի մեջ մնալ, Աստծո հոգուն ճանաչելը, Աստծո հոգու հետ շփվելը, Աստծո հոգու կամքի մեջ մնալը շատ բավականին դժվար է։ Այդ իսկ պատճառով ես այսօր եւս մեկ անգամ կոչ եմ անում ճանաչել Աստծո հոգին եւ սկսել սիրել անտեսանելի Աստծուն, ոչ թե տեսանելի կուռքերի, այլ անտեսանելի Աստծուն, որտեղ Աստված հոգի է եւ նրան պաշտողները պետք է հոգիով եւ ճշմարտությամբ երկրպագեն նրան հոգիով, ոչ թե մարմնավորապես։ Տեսեք, մենք կարող ենք այստեղ մեր ֆիզիկականը այնքան ոգևորվի, թռնենք, պարենք, չգիտեմ, ձեռքեր բարձրացնենք, բայց հոգով միանալ Աստծո հետ, հոգով ձուլվել Աստծուն ճանաչել եւ պաշտամունք բարձրացնել այն հոգուն, որ ինքը կենթանի է, սա երբեմն դժվար է։ Այ հեշտ է ինչ-որ բան սարքել, դրա առաջ կանգնել։ Անգամ երկրներ կան, որ կովերի են պաշտում, երկրներ կան, որ կովերի հետևից գնում են, անգամ երբ որ նրանք մեզում են, նրանց պահում են բաժակները, չգիտեմ ինչը, որ դրանով լվացվեն, մտածելով, որ դա սուրբ է։ Շատ կրոններ կան, շատ դավանանքներ կան, շատ կրոնական դավանություններ կան, բայց մեր դավանությունը Քրիստոսն է։ Մեր դավանության հիմքն Աստված է, Քրիստոսն է, այդ իսկ պատճառով ես այսօր ուզում եմ մեր դավանության հիմքերը վերականգնենք այն դավանանքը, որ մենք այսօր արել ենք, մեռած ենք աշխարհի համար, կենդանի ենք Քրիստոսի համար։ Սակայն մենք այսօր շատ ավելի կենդանի ենք աշխարհի համար եւ մեռած ենք Աստծո համար, հակառակ է կարծես կատարվում այս ամենը, սակայն մենք մեկ օր խոսք ենք տվել, Տեր, ես քո ծառայության ամեն կանչին ընտրել եմ քեզ եւ ասում եմ քեզ այո Տեր, այո Տեր, այո Տեր, մենք սա արել ենք մեկ օր, խոստացել ենք, ուխտել ենք եւ շատերս այս ուխտը դրժած ապրում ենք առանց հասկանալու, որ մենք դարձել ենք ոչ թե հոգևորներ, ոչ թե մնացել ենք հոգևոր, այլ դարձել ենք կրոնավորներ։ Ես այսօր ուզում եմ կրոնին դեմ խոսել բոլոր կրոններին դեմ, քանդել կրոնը եւ խոսել հավատքի մասին, որտեւ կրոնը ինքը Աստված անվանում է մեծ պոռնիկ Աստվածաշնչում եւ ասում է ընկավ Բաբելոնը մեծ պոռնիկը, որ կրոնն է եւ Աստված ատում է կրոնը, բայց իրական երկրպագություն, իրական ճշմարտություն, իրական աստվածպաշտություն, իրական աստվածաբանություն, սա է աստվածաճանաչողության, աստվածաբանության հիմքերը։ Եվ գրված է Եվ Ծննդոց 2:16-17-ում Աստված մարդուն տվեց պատվեր. Այ ամեն ծառի պտուղներից կուտես, սակայն կա մի ծառ, որ դու չպիտի ուտես, սա բարի եւ չարի գիտության ծառն է։ Աստված մարդուն տվեց ընտրության իրավունք, քանի որ մարդը ունի ազատ կամքի իրավունք, ասա ազատ կամքի իրավունք ունի մարդը, որտեղ Աստված մարդուն ռոբոտ ընդհանրապես չի ստեղծել է իր տեսակը, ստեղծագործող, տեսնող, կատարող, անող, բարի, սիրող, այդ է Աստծո տեսակը, եւ սակայն մարդը ինչ անում, եւ այդ ստեղծված ծառը, բարի եւ չարի գիտության ծառն է, ամեն ծառի պտղից ուտես, սակայն այս չարի եւ բարի գիտության ծառից ինչ արա, մի կեր, սա Աստծո պատվեր է։ Տեսեք, մարդը ամեն օր դեմ առ դեմ հանդիպում Աստծուն։ Ամեն օր Ադամը հանդիպում Աստծուն, խոսում Աստծո հետ, Աստված բերան խոսում Ադամի հետ եւ չկատարել Աստծո խոսքը եւ չմնալ Աստծո խոսքի մեջ, ընդամենը մեկ մարդ կա երկրի վրա եւ հետո նրա կողից ընտրված կինը, ընդամենը երկու հոգի, որ պետք է կատարեին Աստծո կամքը եւ հավիտյան ապրեին, այս մարդիկ ուղղակիորեն Աստծո հետ շփվելով հանդերձ ինչ են անում, զանց են անում Աստծո խոսքը եւ իրենից հեռացնում են այն հիմքերը, որ Աստված է դրել ամեն ծառի պտուղից կեր, բայց բարի եւ չարի ծառից մի կեր, որովհետեւ այդ օրը, որ դուք ուտեք, այդ օրը մահով պիտի մեռնեք։ Զարմանալի մի բան։ Աստված մարդուն ասում է, որ օրը ուտես դու մահով պիտի մեռնես, դու որն ես ընտրում այսօր հավիտենական կյանքը, թե մահը, եւ մարդը գնում եւ ընտրում է մահը։ Սա աբսուրդ չի։ Իմ այդ մի մոմենտ եկեք մտածենք, ոնց կարա մարդուն Աստված բերան ասի, դու այդ ծառից ուտես պիտի մեռնես, ընտրություն կատարի կամ հավիտենական կյանք, կամ մահ։
Եվ հանկարծ մարդը գնում է եւ ինչ անում, ես կուտեմ մահվան ծառից, մահվան պտուղից եւ կմեռնեմ։ Կանես տենց բան։ Մենք ամեն օր անում ենք այդ։ Ամեն օր մենք ուտում ենք այդ մահվան ծառից, այդ վատ պտուղից եւ ամեն օր մահ ենք ապրում։ Ամեն օր հոգեվոր մարդ, վիրավորանք, ցավ, չգիտեմ, անեծք, ամեն բաները կա մեր մեջ։ Եվ Աստված այսօր ուզում է, որ մենք հոգեվորապես ապրենք եւ մարմնավորը հին մարդ ասма, մարմնավոր ցանկություններով հեռացնենք մեզանից։ Գիտեք, Ծննդոց 3:22-ում ասма, երբ որ նրանք այս ծառի պտղից կերան, Եվ նրանք, Աստված ասում է, այսուհետև նրանք մեր նման դառան եւ սկսեցին ճանաչել չարն ու բարին, եւ հիմա Ծննդոց 3:22-ում գրված է, ահա Ադամը եղավ իբրև մեզանից մեկը, որ չար եւ բարին գիտենա, եւ հիմա գա իր ձեռքը մեկնի կյանքի ծառից եւ ուտի եւ հավիտյան ապրի։ Ուստի Աստված հանեց նրանց Եդեմի պարտեզից, որ երկիրը գործի, որտեղից որ առնված էր։ Դուք պատկերացնում եք, կա կյանքի ծառ, որը կընտրես։ Կյանքի ծառ, որ հավիտյան ուտես ու ապրես, թե մահվան ծառ, որ ուտես ու մեռնես։ Բնականաբար, եթե մենք լինեինք Եդեմական պարտեզում, եթե ես լինեի ընտրության առջև կանգնած, ես չգիտեմ, որքան պետքա անգետ լինեի կամ որքան պետքա չհասկանայի, որ գնայի հավիտենական կյանքը փոխեի ժամանակավորի հետ։ Այսօր ամբողջ աշխարհը ապրում է ժամանակավորի համար։ Ինչ հագնենք, ինչ ուտենք, ուր գնանք, ինչպես լավ լինի մեր համար, մեր անձը ինչպես կարող ենք ավելի կերակրել, մեր մարմինները ինչպես կարող ենք ավելի լավացնել մեր մարմնական վիճակը։ Իսկ ով է այսօր մտածում հոգևորի մասին։ Որն ես այսօր ընտրում, մտածել ես երբևէ հոգևորի մասին, գիտես, վերջերս ինչ հանկարծակի զգացի եւ դա այնքան սարսափելի էր, մտածում եմ, ամբողջ կյանքում մենք շատ մեր մարմինների մասին ենք մտածում, շատ, ավելի շատ մենք հոգով չենք առաջնորդվում, չենք կարդում, չենք աղոթում, ավետարանը չենք քարոզում, այն ինչ որ Քրիստոսը պիտի անի, պտուղ չենք բերում, մի քիչ վատ ենք զգում, քնում ենք, մի քիչ լավ չենք զգում, դե այսօր եկեղեցի չենք գնա, մի քիչ այնչի չենք երկրպագի, տան մեջ մի քիչ ամբողջ օրը 24 ժամ մենք կարող ենք ամեն ինչով զբաղվել, 5 րոպե չտրամադրել Աստծուն։ Այդպես է, թե այդպես չի, եկեք անկեղծ լինենք ինքներս մեզ հետ։ Եվ հանկարծ մտածում եք, 24 ժամ մենք մեր մարմիններին ենք հաճեցնում, մենք մեր մարմիններին եւ հանկարծակի մեկ օր այս մարմինից դուրս են գալիս, հոգին գնում է երկինք, պետքա հաշվետու լինի Տիրոջ առաջ, կանգնի եւ Տերն ասի, բարի եւ հավատարիմ ծառա, քիչ բաների մեջ հավատարիմ էր, ես քեզ շատ բաների մեջ հավատարիմ կանեմ։ Այդ հոգին գնում կանգնում է երկինք եւ ասում է, լավ, ոչ քչի մեջ եմ հավատարիմ, ոչ շատերի մեջ։ Ինչ եմ արել երկրի վրա։ Ամբողջ օրը մտածում էի առօրյա իմ բանականությունը, իմ առօրյա տրամաբանությունը, ամբողջը նվիրված էր այն մարմին, որ հիմա տարան, մի քանի հոգի լացելով, ողբալով տարան դրեցին հողի մեջ էլ օձերն ու կարիճները եկան լցվան այս մարմնի վրա, այնքան հոգի էինք տարել, էլ չգիտեինք ինչքան լավ հոգ տանենք, ու հանկարծ օձերը վրետ պտտվում են, որդերը վրետ են, ուտում են քեզ, հողը ծանր վրետ է լցրած, ոչ մեկ չի կարա քեզ այդ մարմին էլ ընդեղից հանի, այդ մարմինը անպիտան մարմին է։ Ու տենում ես այ մարդ, մեկ էլ հանկարծ եթե մերünk հոգևոր աչքերով ընդեղից վերևից տենանք մեր մարմնի հետ ոնց են ուտում խժռում այդ մարմինը ոնց է պտում, մենք ասենք բա սրա համար է, ինչ ապրում։ Փաստորեն մենք երկիր ենք եկել, որ այս ժամանակավորի համար ապրենք, թե հավիտենականի։ Հիմա ո՞րն ես դու այսօր ընտրում, հավիտենական կյանք, թե այս ворտնող մարմնի համար ապրելը։ Ես չեմ ասում, ընդհանրապես մի մտածեք ձեր մարմինների մասին, հոգ մի տարեք ձեր երեխաների մասին, չէ, սա պետք է, բայց ամբողջ օր 24 ժամ կերակրել այն անձը, որ ինքը ուզում է միշտ փառավորվի, միշտ ուզում է, որ իրան գովեն, իրան գովեստի արժանացնեն, ինքը դառնա ամենան, հիմա նա հողի տակ պտում է։ Երկինք է բարձրացել հոգին, տեսնում է, որ ինքը հոգի էր, որ Աստված մարդուն հոգի է ստեղծել, ուղղակի ժամանակավորապես մի հատ վրան է դրել այս մարմնի մեջ, եւ այդ
հոգին բարձրացել է, ձուլվել է, նայում Աստծուն, Տեր, ինչ սքանչելի ես, Տեր, ինչ գեղեցիկ ես, Տեր, ես ինչա կատարվում, այնտեղ ամեն բան, անգամ գետինը ոսկուց է, Տեր Աստվածս այդ ոսկու համար այսքան տարի, չգիտեմ, տառապում, չգիտեմ ինչ անում, գնացել եմ այնտեղ տենում եմ ոսկին ձրի ոտերից տակ թափած է, քայլում եմ ոսկիների վրայով, այնտեղ առյուծները գալիս են իր հետ, չգիտեմ ինչ, մի հատ sense գեղեցիկ տեսարան ասում ես Տեր Աստված, ինչի հետ եմ փոխել։ Այս ժամանակավոր, այս կռիվներով լցված, այս զզվելի, այս ամբողջ կյանքը փոխել եմ, փոխանա գնամ ուտեմ հավիտենական կյանքի ծառից, գնացել եմ ինչ եմ ուտում, մահվան ծառ, մահ, մեկ օր, երբ որ ես նորահոգի էի, երաս եմ տեսնում աշխարհի վերջն է, Տիրոջ հոգին վերցվել է արդեն երկրի վրայից եւ եկել է արդեն այն ժամանակները, Նեռի թագավորության ժամանակը, եւ քայլում էի փողոցներով եւ տեսնում էի հոգով ինչա կատարվում երկրի վրա եւ ամեն տան վրա գրված էր մահ, այլ կյանքը չկար, Հիսուսն է կյանքը։ Ապրել հանուն Քրիստոսի, ապրել հանուն նրա, ծառայել նրան սա մեծ պատիվ է։ Ծառայել Աստծուն, ամբողջ սրտով, մտքով, հոգով ծառայել Աստծուն, սա մեծագույն պատվաբեր գործ է, պատվաբեր։ Սա է պատիվը, ծառայել Աստծուն, ճանաչել Աստծուն, լինել Աստծո հետ հավիտյան։ Տեսեք, Ադամը կարող էր ուտել եւ հավիտյան ապրել չապրել։ Դու այսօր կարող ես ուտել։ Գիտեք, ես այսօր մի ընտրություն եմ անելու։ Մնալ Աստծո հետ թե չմնալ, դու ելի մետ այս ես անելու, մնալ Աստծո հետ թե չմնալ, ես այսօր ընտրում եմ մնալ Աստծո հետ։ Ինչ որ մեկը թող ասի, այսօր ես ընտրում եմ մնալ Աստծո հետ։ Գիտես, որ Աստված ընտրեց մարդուն, Աստված օրհնեց մարդուն։ Այդ ժամանակ չկար ընտրություն, անեց թե օրհնություն։ Կար, ոչ, հավիտյան օրհնված էր Ադամը, բայց այսօր ամեն օր մեր առաջ դրված է, անեց թե օրհնությունը։ Տեսեք, խոսեցի առաջին բանի մասին, մահ թե կյանք։ Մենք ընտրեցինք կյանքը։ Այսօր ասա, ես ընտրեցի այստեղ կյանքը։ Եվ երկրորդ բան, ես այսօր խոսում եմ, անեց թե օրհնություն։ Որն ես դու այսօր նախընտրում։ Մի քանի բանի մասին եմ այսօր խոսալու, եւ խնդրում եմ այսօր, որպեսզի դու կենտրոնանաս այս խոսքի վրա եւ ասես, ինչ եմ ես այսօր ընտրում։ Անեց թե օրհնություն, անեց թե օրհնություն։ Այս ընտրության առաջ չկար Ադամը կանգնած։ Ուզում արթնանաք հիմա եւ ասեք, այսօր ինչ եմ ընտրում, անեց թե օրհնություն։ Երկրորդ օրնած 5:8-ից 10 գրված է, սա պատվիրանի, երկրորդ պատվիրանի մասին է։ Սիրիր քո Տեր Աստծուն առաջի պատվիրանը, քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով եւ քո ողջ էությամբ, եւ երկրորդ պատվիրանն այսպիսին է. կուռքեր չշինեք։ Ոչ վերը երկնքում, ոչ ցածրը երկրի վրա, ոչ մարդու, ոչ անասունի, ոչ էլ որևէ բանի նմանությամբ կուռքեր չշինեք։ Որքան կուռքեր կան այսօր մեր սրտերի մեջ, կուռքը անեծք է։ Տեսեք, հենց ի սկզբանե խոսեցի կուռքերի մասին, որ մարդիկ կան, երկրներ կան, որ անգամ ես տեսել եմ, ականատես եմ եղել, Բալիում, հենց կոնկրետ, ինչպես էին մարդիկ կովին պաշտում։ Պատկերացնում եք մարդը, այս թվին, այս դարում, պաշտի կովին, Բալիում տեսել եմ, այդ կարգին երկիր է, էլի, կարգին տեղ է գնում ես, մարդիկ գնում են դեղ հանգստանում են, կամ գնացել եմ Վիետնամ, կամ գնացել եմ Չինաստան հանգստանալու ու տենում եմ Բուդդայի արձանը։ Այ մարդիկ բերում են, դնում են, էլի եմ ասել ես մասին, Բուդդայի արձանի մոտ ուտելիքներ, խնձոր տանց, չգիտեմ ինչ էր, որ Բուդդան ուտի, այ մարդ այդ խեղճ Բուդդան ոնց ուտի։ Նայում եմ, սենց մի հատ չաղ բան, տենց բան, սենց արձանը, տենց։ Հետո ես էլ հենց գնում եմ Չինաստանում, որ լոխանում, ցենց հանում են, նկարում են, բան, ասում, «Կողա ինձ Բուդդային են նմանացնում, դե չաղմաղ»։ Ասում, դե լավ, որ Բուդդային են նմանացնում, ես էլ Բուդդայի համար ինչ դնեն, կգնամ կուտեմ։ Տանում են մրգեր են, դեմ ասում, ես մրգերը մենք կվերցնենք, տանենք կուտենք, մեկա Բուդդան չի կարող ուտի, որտեվ այնտեղ խնձոր ահագին թանկ է, քան թե մյուս մրգերը։ Գիտեք, կուռքը ինքն իրանից ոչինչ է։ Կուռքը ոչ մի բան է, սիրելներ։ Կուռքերից վախենալ պետք չի։ Կուռքը ինքն իրանից Աստվածաշունչն ասում է ոչ մի բան է։ Անկամ Պողոսն ասում է, եթե իմանա կուռքին
մորթված ինչ որ բան եք ուտում, կերեք որպես միս, մի կերեք որպես զո, անգամ կերեք, մի վախեցեք, կերեք։ Դուք ասեք, այ մարդ, ես կուրքին զոհվածի միսը չեմ ուտում, բայց առանց խաչմտանքի այս միսը ուտում եմ, որտեղ միս է էլի։ Բայց որ ասեմ ընդունելի մատաղ լինի, այդ նշանակում է ես էլ նրանց նման կռապաշ դառա։ Պատկերացրեցիք։ Հիմա կուրքը ինքն իրանից ոչինչ է։ Եվ ուզում եմ, որ այսօր մենք ոչ թե կուրքեր պաշտենք, ոչ թե տեսանելի բաներ, ոչ թե, չգիտեմ ինչեր կրակ, խաչ, քար։ Գիտեք, տարիներ առաջ Արմինեն այստեղ իմ հետ եղածներից ականատես եւ վկա է։ Գնացել էինք մի տեղ վանք, որ գեղեցիկ տեսարան ճոպանուղիով Հայաստանում էինք, եւ հանկարծակի այդտեղ մենք հոգեվոր երգեր էինք երգում, եւ այդ օր առավոտյան Տերը մեզ մի բան ասեց, երբ որ ձեզ ասեն դուք որ աղանդից եք, ասեք իսկ ի՞նչ է նշանակում աղանդ։ Ես ասեցի, չգիտեմ ինչի Տերը այս բանն ասեց, եւ մենք գնացինք այդտեղ, բայց այս ճանապարհին ասեցի մեզ sense հարց են տալու եւ այլն։ Եվ գնացինք երգում էինք աղբերս էլ Սուրբ Հոգով լցված երգում է Սամվելս Տերը իրան վերցրեց։ Ժամանակից շուտ իհարկե ինքը երկար տարիներ ապրեց, բայց ժամանակից շուտ պետքա դեռ վաղ տարիներին ննջեր, բայց Աստված իրան տարիներ տվեց։ Եվ այդ ժամանակ ինքը շատ էր սիրում Սուրբ Հոգով երգել, Սուրբ Հոգով երգում էր, բայց ոչ վանքի մեջ, իհարկե դրսում։ Այդտեղ ինչ ազգասես գալիս է, Տաթևի վանքն է դա, ինչ ազգասես այդտեղ գալիս են այդտեղ որպես ինչ անելու, որպես գեղեցիկ տեսարաններ տեսնելու, տուրիստական վայր է։ Եվ հանկարծակի մեզ մոտեցան եւ հարց տվեցին, իսկ դուք որ աղանդից եք, ես մի անգամից ասեցի, իսկ ինչ բան աղանդը, կարաք ասեք, ինչ բան աղանդ, եւ հենց այդ ժամանակ մեկը եկավ իրանց քահանաներից, ես չեմ ուզում այստեղ անուններ տամ, ես դեմ չեմ խոսում, ոչ թե այսօր պրոպագանդա եմ անում, այլ ուղղակի ես ուզում եմ ասեմ, որքան մարդիկ կարող են հեռանալ Աստծուց, եւ եկավ ասես դուք պարտավոր եք այս քարերը պաշտել։ Եվ ես ասեցի մենք պարտավոր չենք քարերը պաշտել, որովհետեւ մենք պաշտում ենք միայն կենդանի Աստծուն։ Մենք քարապաշտ չենք, մենք կրակապաշտ չենք, մենք վանքապաշտ չենք, խաչապաշտ չենք, մենք խաչալին ենք պաշտում։ Մենք պաշտում ենք միակ ճշմարիտ ամենակարող Աստծուն, եւ այս մարդ այնքան բորբոքվեց, որ ասեց հիմա կանից եմ կսատակես։ Եվ ես ասեցի կսատակեք, մենք շատ էինք, բավականին շատ էինք, եւ ես ասեցի միթե նույն բերանից կարող է անես եւ օրհնություն դուրս գալ։ Եթե քահանա ես, ուրեմն պետք է օրհնես։ Եվ ասեցին, գիտես, այստեղ այնքան են գալիս, առավոտյան այդ բաները անում, այդ ինչա դրան ասեք, յոգա անում, այս մարդ այնքան ջղայնացած, ասում է, բա մենք ինչ անենք, որ այս մարդը ջղայնացած է։ Գիտեք, սիրելիներ, մենք հարգում ենք, մենք հիշում ենք, մենք հավատում ենք, որ մեր նախնիները պահել են քրիստոնեական հավատքը, պահել են խաչերի միջոցով, պահել են, ասեք, խաչքարներ են տարել, ամեն ինչ արել, բայց խաչքարներին չենք պաշտում, որպես մեր ազգի ինքնությունը պաշտպանող վանքեր կամ մատուռներ, ամեն բան մենք հարգում ենք, բայց պաշտել քարերին սա կռապաշտություն է։ Ինչը որ Աստծո հոգուց դուրս է, դա կռապաշտություն է։ Եվ ես այսօր եւս մեկ անգամ խոսում եմ, ժողովուրդ, եկեք կուրքեր չպաշտենք։ Գալիս ենք եկեղեցի, պաշտամունքը նվիրենք միայն կենդանի ճշմարիտ Աստծուն։ Չպաշտենք ոչ մեկին, չպաշտենք ոչ մի մարդու, չմեծարենք, չբարձրացնենք ոչ մի մարդու, ոչ հովիվին, ոչ անդամներին, ոչ երկիչներին, ոչ մեկին, մեզ պետքա մեծարել միայն Աստծուն, մեր պարծանքն Աստված է։ Մենք պաշտում ենք միայն ամենակարող Սուրբ Աստծուն, մենք մարդ ենք։ Պետրոսը, երբ որ եկան Պետրոսի առաջ, բերեցին մատաղներ, ինքը իր հանդերձները պատառեց եւ ասեց. «Նզովյալ լինեք դուք, պաշտել միայն կարելի Աստծուն, ես էլ ձեր նման կիրքերի ենթակա մարդ եմ, մենք սխալական մարդ ենք, Սուրբը միայն Աստված է, ալելույա»։ Եվ ես այսօր ուզում եմ, չեմ կարդա, բայց 2 Օրինաց 28-ի 1-14-ում գրված է օրհնությունների բաժինը։ Եթե քո Տեր Աստծո ձայնին զգուշությամբ լսես
եւ զգուշությամբ կատարես այն ինչ որ Աստված այսօր քեզ պատվիրում է, օրհնյալ կլինես դու քո ընտանիքի մեջ, օրհնյալ կլինես դու քո քաղաքի մեջ, օրհնյալ կլինես դու մտնելիս, օրհնյալ կլինես դուրս գալիս, օրհնյալ կլինի քո որովայնի պտուղը, օրհնյալ կլինի քո անասունների ծնունդը, օրհնյալ կլինես դու անդադար գրված է, վերցրու 2 Օրինաց 28-ի 1-ից 14-ը անպայման տանը եւ կարդա, օրհնյալ կլինես, օրհնյալ կլինես, օրհնյալ կլինես դու, օրհնյալ կլինես դու, երբ որ քո Տեր Աստծո ձայնը լսես եւ զգուշությամբ կատարես։ Ես նախընտրում եմ Աստծո ձայնը լսելը եւ Աստծո կամքի մեջ մնալը։ Ասես այսօր ընտրում եմ, նոր ընտրություն եմ կատարում, Աստծո ձայնը լսելը եւ Աստծո կամքը կատարելը։ Ծննդոց 7:1-ում Աստված կանչեց Նոյին եւ ասեց. Նոյ, տապան կառուցիր։ Եվ Նոյը 120 տարի այդ տապանը կառուցում էր, լսել Աստծո ձայնը։ Տապան կառուցել ում համար, մի մեծ տապան էր կառուցում, մեծ տապանն այնքան մեծ էր, որ այդ տեղի ամբողջ ժողովուրդը կտեղավորվեին, պատկերացնում եք, այդքան մեծ էր տապանը, բայց տապանը կառուցեց Իտոգում իր և իր ընտանիքի համար։ Այսօր ես ուզում եմ դու բարձրացնես քո ձեռքերը և ասես, ես և իմ տունը Աստծուն ենք պաշտելու։ Ես այսօր այստեղ ծառայությունը, իմ ծառայության գալը, իմ ծառայությունն անելը ապահովություն է իմ ընտանիքի համար, իմ ազգի համար, իմ ընտանիքի համար, որովհետև Աստված ասել է, եթե իմ ձայնին լսես, ես կորտնեմ քո 1000 ազգը։ Բայց եթե չլսես քո 4-րդ ազգը մինչև 4 պորտը անիծված կլինի։ Բայց եթե լսես, ես քո 1000 ազգը կորտնեմ, ով է ուզում 1000 ազգի համար օրհնություն պատրաստի։ Ես ուզում եմ կառուցել տապան եւ մտնել այդ տապանի մեջ։ Այսօր այս տապանի մեջ մտել եմ ես եւ իմ տունը։ Ես ուզում եմ ասես, ես եւ իմ տունը, սա իմ որոշումն է, Աստծուն պիտի պաշտենք։ Եթե այսօր քո ընտանիքի անդամները դեռևս այստեղ չեն, եթե քո ազգականները դեռևս այստեղ չեն, տեսեք Աստված ասում է Նոյին, վերցրու քո տղաներին, վերցրու քո աղջիկներին, վերցրու քո ընտանիքը եւ մտի տապանը։ Մտեք տապանը, որտեղ այդ տապանի դուռը շուտով զմռսվելու է։ Տիրոջ գալուստը մոտ է։ Շուտով կգա ժամանակ, որ Սուրբ Հոգին կվերցվի երկրի վրայից, մարդիկ դեռևս խաղում են։ Եկեղեցի են խաղում, չգիտեմ կրոն են խաղում, չգիտեմ տարբեր բաներ են խաղում, երկերաշտություն են խաղում, չգիտեմ ինչ ենք մենք խաղում, բայց շուտով խաղն ավարտվելու է։ Շուտով Տիրոջ երկրորդ գալուստը մոտ է։ Եվ գրված է, որ շուտով կայծակի նման կլինի, 1 վայրկյանում, 1 ակնթարթում, բոլորը նրան կտեսնեն, եւ մենք, որ երկրի վրա ենք, եթե 1 ակնթարթում այս մարմինները կփոխվեն, ապականացու մարմինը անապականացու կհագնի, եւ մենք օթերով նրա հետ կլինենք եւ կգնանք այնտեղ հավիտյան, բայց մի մոռացեք, որ առաջ այն մարդիկ, որ ննջած են, սկզբում նրանք կկենդանանան, հետո նրանք, որ այս երկրի վրա են, հետո նոր օթերով կապշտակվեն դեպի երկինք եւ Սուրբ Հոգին երկրի վրայից կվերցվի։ Այլևս չի լինելու Սուրբ Հոգու մխիթարություն, այլևս չի լինելու այն, որ մենք կարողանանք Սուրբ Հոգուն ընդունենք եւ ների թագավորությունը 7 տարի եթե երկրի վրա լինի, սա տապանի զմռսելն է։ Բայց ես այսօր ուզում եմ ասել ժամանակ կա, որ դու քո ընտանիքին ավետարան քարոզես։ Ժամանակ կա, որ դու քո ազգականներին Տիրոջը կանչես։ Ժամանակ կա, որ դու մարդկանց ասես, մարդիկ, եղբայր։ Ինչպես որ Գործք առաքելոցում առաքյալները վեր կացան եւ գոռում էին մարդիկ եղբայր ապաշխարեցեք, որովհետեւ երկնքի արքայությունը մոտեցել է այն Հիսուսին, որ դուք խաչեցիք, այդ Հիսուսը, այդ Քրիստոսը հարություն է առել։ Ժամանակն է եկել, որ դուք ոչ թե քնեք, այլ արտանաք առավոտյան, կանուխ սկսեք աղոթել ձեր ընտանիքի բոլոր անդամների համար, քո աղջիկների, քո տղաների, քո հարսների, քո կիսուրների, ձեր ապագա հարսների, ձեր ապագա ընտանիքի անդամների ամեն ինչի համար աղոթ կարեք, ձեր կողակիցների, ձեր ամուսինների, ձեր կանանց եւ ասեք Տեր, ես եւ իմ տունը պիտի Եհովային պաշտենք։ Եհովան մեր հայր Աստծո անունն է, և ես և իմ տունը պիտի նրան պաշտենք, հալելույա, նա նույն Եհովան է, նա նույն Էմն է, նա նույն Քրիստոսն է, նա նույն Էմանուելն է, նա նույն Աստվածն է, նա Նազովրեցի Հիսուսն է,
որ ես պետք է իմ ազգականներին, իմ բարեկամներին, իմ ընտանիքի անդամներին ասեմ, դեռևս ժամանակ կա, դեռևս ժամանակ կա, դեռևս ժամանակ կա, մի ուշացեք, այսօր, երբ որ երկնքից խոսացողի ձայնը լսում եք, մի ուշացրեք, որովհետև վաղը կարող է ուշ լինի։ Գիտես, տարիներ առաջ իմ հրաշալի բարեկամներից մեկը 20 տարեկան էր եւ մահանում էր, որովհետև ռակով հիվանդ էր, եւ ես գնացի եւ նրան աստծո խոսացի, նա դողալով ընդունեց Քրիստոսին եւ հետո ննջեց Քրիստոսի մեջ, Բենիհինի ծառայությունները լսելով, նայելով, ապաշխարելով, երգելով իր հոգին ավանդեց եւ հենց այդ պահին, երբ որ նա իր հոգին ավանդում էր, ես չգիտեի, ես նրա կողքին չէի եւ հանկարծ երևաց նա ինձ եւ ասեց, ես Քրիստոսի մոտ եմ գնում, շնորհակալ եմ։ Եվ մի 2 տարի հետո երազում տեսա նրան, որ եկավ եւ ասեց, գիտես, խնդրում եմ գնա եւ իմ հորտունը գնա իմ ընտանիքին, իմ քրոջը, ասա, որ Քրիստոսը կենթանի է։ Գիտեք, երազների մեջ մահացած մարդիկ չեն գալիս, բայց Աստված կարող է նրանց պատկերով մեզ ուղարկել, որպեսզի մենք հասկանանք մեր անելիքը, ավետարանը քարոզելը դա մեր բոլորի այսօրվա որոշումն է։ Ես որոշում եմ ավետարանի քարոզչությունը իմ ընտանիքում, իմ շրջապատում, իմ հարազատների մեջ։ Եկեք նորոգենք մեր մտքերը։ Եվ ես գնացի եւ հանդիպեցի նրա քրոջ հետ եւ ասեցի, գիտես, այսպիսի երազ եմ տեսել եւ ուզում եմ, որ դու եկեղեցի գաս, ժամանակն է։ Եվ այդ աղջիկն ասեց, գիտես, ասեց, ես որ գամ եկեղեցի, ամուսինս ինձ կսպանի։ Ես ասեցի, ամուսինդ քեզ չի սպանի, որ դու գաս եկեղեցի, բայց վտանգ կա, խնդրում եմ եկեղեցի արի։ Եվ այս աղջիկը ինձ հարազատ երիտասարդ աղջիկ էր, ուներ 2 փոքրիկ երեխա եւ ասեցի, գիտես, հունվարի 2-ին լավ բան են կազմակերպել, երեխաներից վերցրու եւ ասեց, հունվարի 2-ին կգամ։ Եվ դեկտեմբերի 31-ին ավտովթարի ենթարկվեց ամուսնու հետ միասին, ամուսինը ինքն իրեն պաշտպանելու համար այդ աղջկան քաշել իր վրա, այդ աղջիկը տեղում մահացել էր։ Այդպես ամուսինը սպանեց նրան եւ նրան դատեցին իհարկե ամուսնուն, երեխաները որբացան, որբ մնացին եւ նա այդպես էլ չհասցրեց եկեղեցի գալ, Տիրոջն ընդունել, Տիրոջը ճանաչել։ Այսօր երբ որ երկնքից խոսացողի ձայնը լսում ես, մի ուրացեք նրան, շտապեք ընդունել նրան, որովհետև ժամանակները կարճ են։ Աստված նույն ասեց, նոյ տապան կառուցի եւ մտի մեջը, դու եւ քո ընտանիքը, որտեվ կգա ժամանակ, որ այլևս հնարավորություն չի լինելու։ Եկել է ժամանակը, որ դու մտածես մորդ մասին, մտածես հորդ մասին, մտածես ընտանիքիդ անդամների մասին եւ ասես իսկ ուր են նրանք։ Իսկ ինչու, երբ որ Աստված սահմանել է եւ ասել է սուրբ պահեք շաբաթը, շաբաթը սուրբ է, ինչու համար նրանք կիրակի օրը ծառայության մեջ չեն։ Ինչու համար շատերը այսօր հիվանդ են, շատերը ննջած են, շատերը չգիտեն որտեղ են, բայց ես այսօր իմ ձեռքերը կբարձրացնեմ, ես ուզում եմ մի պահ գլուխդ կախես եւ աղոտ կանես քո ծանոթների, բարեկամների համար դավանես երկնքի եւ երկրի առաջ եւ ասես իմ եղբայրը փրկված է, իմ քույրը փրկված է, իմ ամուսինը փրկված է, մայրս, հայրս, քույրս, եղբայրս, երեխաներս, շարունակիր հիմա, հենց հիմա Տիրոջ առաջ բեր, երկնքի եւ երկրի առաջ հռչակումներ ասա, երկնքի եւ երկրի առաջ հռչակում եմ իմ ընտանիքի բժշկությունը, ազատագրությունը Հիսուսի անունով, ես դավանում եմ, որ նրանք փրկված են, ինչպես որ Կորնելիոսը մեկ օր հավաքեց իր ընտանիքի բոլոր անդամներին, որ անգամ չգիտեր Սուրբ Հոգու մասին եւ իր տուն հրավիրեց Պետրոսին եւ Պետրոսը գնաց նրա տուն եւ Աստված նրան ասեց տեսա քո աղոթները եւ քո գործերը Սուրբ Հոգին իջավ Կորնելիոսի ընտանիքի վրա եւ բժշկեց եւ նրա բոլոր ընտանիքի անդամների վրա իջան եւ նրա ընտանիքի բոլոր անդամները մկրտվեցին Սուրբ Հոգով Այսօր ես աղոթում եմ մեր բոլոր հարազատների, բարեկամների, ծանոթների, ընկերների անուն առանուն եւ հռչակում եմ երկնք եւ երկրի առաջ եւ ասում եմ ես հռչակում եմ նրանց ազատագրությունը, նրանց փրկությունը Հիսուսի անունով, որովհետեւ ժամանակը մոտ է, հալելույա։
Ժամանակը մոտ է եւ ես այսօր խոսում եմ իմ ազգականների համար եւ ասում եմ ժամանակը մոտ է եւ ես այսօր չեմ հանձնվելու եւ իմ ընտանիքի բոլոր անդամներին բերում եմ Տիրոջ ձեռքերի մեջ եւ երկնքի երկրի առաջ հայտարարում եմ հայտարարի եւ ասա նրանք փրկված են նրանք փրկված են խոսիր փրկություն եւ նրանք պետք է Տիրոջ տուն գան այսօր ժամանակն է ես կանչում եմ Տիրոջ անունը եւ ասում եմ ժամանակն է փրկության ժամանակն է բժշկության որ նրանք բժշկված եւ փրկված են ալելույա Գիտես որքան կարևոր է լսել Աստծո ձայնը եւ կատարել Տիրոջ կամքը մեկ օր Աստված կանչեց Աբրահամի եւ ասեց վեր կաց եւ գնա քո տնից եւ քո ազգականներից վեր կաց եւ գնա որովհետեւ ես քեզ մեծ ազգ եմ սարքելու Գիտես անծանոթ Աստծուն նա որ չգիտեր ով է Աստված, չգիտեր նրա անունը, չգիտեր որ նա հոգի է եւ նրանք կռապաշտ էին։ Մեկ օր Աստված նրան ասեց, գիտես Աբրահամ, վեր կաց քո հորտնից, վեր կաց թող քո հորը, վեր կաց քո ամենը եւ գնա ինձ պաշտելու։ Ես այսօր մեկ օր 30 տարի առաջ ես ընտրեցի վեր կանալ եւ գնալ նրա հետևից անկախ ամեն դժվարություններից, երբ որ Տերն ասեց ժամանակը գիտես որքան դժվար է լինելու այն ճանապարհը որ դու անցնում ես անցնելու ես այդ ճանապարհը նման է ասեղի ծակի որովհետև նեղ է դուռը եւ լայն է ճանապարհը որ դժոխք է տանում եւ նեղ է դուռը որ տանում է դեպի երկինք ես ասեցի ես ընտրում եմ նեղ ճանապարհը Եվ մինչև այսօր այնպես չի եղել որ ամեն բան հեշտ է միայն Աստծո հետ բայց ամեն բան այնքան բարդ է եղել, այնքան դժվար է եղել այն ճանապարհները, որ ես անցել եւ անցնում եմ, այնքան բարդ է, բայց երբ որ նայում ես Տիրոջ եւ ասում ես Տեր, ես քո հետ այդ ամեն ճանապարհները կարող եմ անցնել, վեր կաց Աբրահամ քո տնից եւ քո ազգականներից եւ գնա այնտեղը, որտեղ ես քեզ եմ ասում, որտեղ երբ որ դու այդտեղից դուրս գաս, ես այդտեղ քեզ մեծ ազգ եմ դարձնելու Որովհետև եթե դու չգնաս իմ ասացի հետևից, դու կմնաս կռապաշտ, դու կմնաս այն նույն Աբրամը, որ անունը չի փոխվի եւ ազգերի հայր չես դառնա, բայց նա վեր կացավ եւ գնաց։ Եվ իր եղբոր որդի Ղովտին էլ տարավ իր հետ։ Տեսեք երկու մարդու մասին կա այստեղ, մեկը լսում էր Տիրոջ ձայնը եւ ճանաչում, բայց մեկը Ղովտը, որ նրա շքի տակ էր, Աբրահամի հովանու տակ էր։ Գիտես, շատ մարդիկ չեն կարողանում հասկանալ, որ երբ որ ինչ որ մարդ տանում է քեզ եւ սկսում է նրա հետ, Աստված նրա պատճառով քեզ օրհնում է, շատ մարդիկ դա չեն հասկանում, ասում են, գիտես, օրհնողը դու չես, օրհնողն Աստված է, բայց Աստված քեզ դրել իր կողքին, որ դու լինեիր հավատարիմ եւ այդ պատճառով լինեիր օրհնված, բայց շատերը դա չեն գիտակցում։ Ղովտը օրհնվեց Աբրահամի պատճառով։ Դրա համար ասում է եւ այնքան շատացան նրանց ամեն ունեցվածքներն ու ստացվածքները այնքան շատ էին, որ էլ իրար հետ չէին կարողանում կիսել։ Եվ նրանց հետ այլևս այդ երկրի մեջ ապրելու էլ տեղ չկար եւ նրանց մեջ կռիվ սկսվեց, նրանց ծառաների մեջ կռիվ սկսվեց Եվ ասեց, գիտես, ավելի լավ է մենք իրար հետ չկռվենք, մեր ծառաները իրար հետ չկռվեն, եթե դու աջ գնաս, ես ձախ կգնամ, դու ձախ գնաս, ես աջ կգնամ, եւ ինչ ընտրեց Ղովտը։ Ղովտը նայեց, ասեց, տենամ որտեղ է ավելի ջրված, տենամ որտեղ է ավելի լավ, տենամ որտեղ է ավելի հետաքրքիր, գնամ այնտեղ, որտեղ ոչ թե Աստված է ուղարկում, այլ այնտեղ, որ ես եմ մարդկային չափանիշներով չափում։ Մտածում եմ, որ այդ երկիրը հարուստ է, Սոդոմը եւ Գոմորը կընտրեմ, որովհետեւ դա հարուստ տեղ է, ես կգնամ Աստծո կամքին հակառակ, կգնամ այդտեղ եւ ինչ կանես, կգնաս եւ կանիծվեց։ Միթե Աստված ուզում էր անիծել Ղովտին, Աստված օրհնել էր Ղովտին Աբրահամի պատճառով, բայց Ղովտը տեսավ ջրված տեղեր եւ ասեց, ես կգնամ Սոդոմ Գոմոր, գնաց եւ ինչ եղավ, գնաց եւ ասում է այդ տեղի ժողովուրդը, որտեղ Սոդոմում եւ Գոմորում կային, շատ չար էին։ Եվ շատ մեղքերով լի։ Այնտեղ արվամոլներ էին, իգացողներ էին, դա պղծված մի տեղ էր, որ ինքը ընտրեց պղծվածը, ոչ թե Աբրահամի հետ մնալը, այլ գնաց պղծված մի տեղ։ Մի գնա մի տեղ, որ Աստված քեզ չի տանում, մնա մի տեղ, որտեղ Աստված օրհնել է քեզ քո խոստմունքի երկրումը, չէ որ Աստված խոստացել է։ Եվ երբ որ Ղովտը գնաց, Աստված կանչեց Աբրահամին եւ ասեց Աբրահամ, հիմա նայի արևել, կարևմուտք, հյուսիս, հարավ, ամբողջը քեզ եմ տալիս։ Նա ընտրեց մի կետ, գիտես շատերն ասեցին, հարուստներին տանենք, որ հարստանանք, հարուստներն իրանցից գնացին։ Ինձ հետ ես։ Գիտես, հարստացնողն Աստված է։
աղքատացնողն էլ է Աստված, բարձրացնողն էլ է Աստված, իջացնողն էլ է Աստված։ Գիտես շատ կարևոր է կարճած լինել Աստծուց, Աբրահամ, հիմա նայի արևելք, արևմուտք, հյուսիս, հարավ, սաղ քեզ եմ տալու, մենակ թե իմ խոսքը լս եւ զգուշությամբ կատարի։ Եվ Աստված օգնեց Աբրահամին։ Ամբողջ նպատակը որն էր Աբրահամին օրհնելու, որ Աբրահամը տեղ հասներ եւ Աբրահամից ծնվեր սերունդ։ Ով էր Աբրահամի սերունդը? Իսահակը։ Իսահակից ով պիտի ծնվեր, սերունդ պիտի գար եւ Դավիթը, Հուդայի ցեղից պիտի ծնվեր Դավիթը, Դավթի արմատից էլ Քրիստոսը։ Ինչ հետես։ Նպատակը Աբրահամին կանչելու Քրիստոսն է։ Բայց ինչի արժանացավ Ղովտը, ինձ ասեք։ Ղովտը չգնահատեց Տիրոջ տվածը, եւ Ղովտի աղջիկները նրա հետ քնեցին։ Եվ նա դարձավ Մովաբացիների եւ Ամոնացիների հայրը։ Ինչ հետես։ Կռապաշտների հայր։ Նա երբ որ դուրս եկավ Սոդոմից, Գոմորից էլի Աստված նրան ասեց Աբրահամի պատճառով քեզ կգթամ, հանեց այդ երկրից, բայց տղծությունն արդեն մտած էր ուղնուծծով Ղովտի աղջիկների կյանքի մեջ։ Կինը այնքան պղծված էր, որ դուրս չեկավ անգամ Սոդոմից ու Գոմորից։ Բայց աղջիկները դուրս եկան, ինչ արեցին, տեսան էլ տղամարդ չկա, հետը քնենք, մեր հոր հետ կքնենք ու ինչ կանենք, մի վատ սերունդ կտանք։ Մովաբացիներ, ամորհացիներ, որ թշնամի էին հետո, թշնամի էին Աստծո ժողովրդին։ Սիրելիներ, Աստծո կամքն է ամենակարևորը, ոչ թե այն ջրված տեղերը, որ դուք հիմա տեսնում եք, որտեղ այն մեծ տեղերը, որ դուք տեսնում եք, որտեղ այն ռեկլամը, որ դուք տեսնում եք, այլ Աստծո փառք եւ Աստծո ներկայության մեջ հարատևելն է։ Մնալ Աստծո կամքի մեջ, ես սա եմ այսօր ընտրում։ Եբրայեցիների 11:24-28-ում գրված է. Մովսեսի համար եւ ասում է եւ Մովսեսը նախընտրեց իր ժողովրդի հետ ինչ անելը, հալածվելը, իր ժողովրդի համար ծառադառնալը կամ թագավորական աթոռները։ Այսօր շատերն ուզում են թագավորներ լինեն, այսօր ուզում են շատերը իրանց սափարեն, շատերը մեծարեն, էլի եմ ասել այս մասին։ Գիտեք, երկրներ կան, որ ես սա չեմ ընդունում, մարդիկ կան, որ սա շատ ընդունում են, գիտեք, աստվածացնում են հովիվներին։ Երբ որ հովիվները գալիս են, սենց բացվում ա դռները, բացում են այդ միջանցքները, նստացնում են միած սենց աթոռի վրա այդ հովիվներին, աֆրիկական երկրներում հիմնականում, եւ սենց բարձրացնելով, աթոռի վրա տանելով, ծափարություններով, մտածում ասում Աստված ջան, տես ինչ են մտածում այս մարդիկ։ Ոնց կարելի է այս երկրի վրա մարդուն սենց փառավորել։ Փառքը միայն Աստծունն է։ Հիսուսը երկիր եկավ, չփառավորվեց։ Նախընտրեց խաչը, նախընտրեց մահը, նախընտրեց անեծքը, նախընտրեց անեծքի մահվան իր վրա վերցնելը, որ մենք ապրենք։ Եվ գրված է Մովսեսը չընտրեց թագավորական պալատը, կարար փարավոն լիներ փարավոն։ Լավ, հիմա հով ջան, քեզի տալիս են, ասում են, ախպեր, կամ փարավոն ես դառնում, կամ էլ գնում ես 40 տարի այդ մարդի գլուխը ջարդում են։ Ինչ անում ես գոչեն, ինչ անում ես գոչեն, որը կընտրես։ Օրինակ ես փարավոնը կընտրեի։ Լուրջ եմ ասում, ես կասեի, ես դմբոչ եմ։ Հենց եմ գնամ, ինչ անեմ, հենց եմ գնամ, ինչ անեմ, չանեմ, ասեն, Մովսես, լավ չես հաց տալի, ջուրը լավ չես տալի, չգիտեմ, արի մեզի ծառայի, մի հատ արի մեր անդուր պատմությունները լսի, այնքան անդուր պատմություններ են պատմում, այս մարդը գժվել էր արդեն, եկավ աներն ասեց, այ մարդ, քեզ օգնականներ ընտրի, թող մի հատ այդ դատերը լսեն, էլի հերիքա դու ինչքան դատ արեցի, պատկերացնես առավոտից իրիկուն նստես լսես, եկեղեցիներ կան, սենց առավոտից իրիկուն խոստովանություն են վերցնում, մի հատ էլ արի խոստովանի այսօր ինչ ես արել, վաղն ինչ ես արել, մյուսը, այ մարդ, այդքան խոստովանություն լսել կլինի, մի հատ Տիրոջ առաջ գնացիք խոստովանվեք, էլի։ Հիմա այս խեղճ Մովսեսը առավոտից իրիկուն դատա լսում, պատկերացնում եք։ Ու այս Մովսեսին, որ ինքը պետք է լիներ փարավոն հրամաններ տար, հիմա իրան են հրամայում, Մովսես գնա աջ, գնա ձախ։ Երկու օր այս խեղճ Մովսեսը վեր կացավ գնաց
պատվիրանների հետևից գնաց Տիրոջ առաջ, մարդիկ ասեցին, «Ա դե լավ Մովսեսին ինչ ենք անում, հեսա կուրքերը կշինենք, ոսկիները հլը բերեք, մի հատ Ահարոն հլը արիստե, աղբերը չկա արիստե, հիմա դու մեզ ես լսում, թե Աստծուն ես լսում, լսեք, մարդկանց մի լսեք, մարդկանց ծառա մի եղեք, Տիրոջ ծառա եղեք, թե չէ Ահարոնի նման ոսկե հորթը կշինեք ու սկսեք ինչ անել դեմը պարել, ոսկե հորթը շինեցին, ոնց էլ կարացան այդքան արագ ձուլեին, այ ոսկերիչներ կան ստեղ, կարակը տենց արագ ոսկիների, հիմա հանենք, Հակոբ ուր ես, զարդ ունես, պատկերացնես ոսկի չունեմ, չէ, ցեպ չունեմ, հələ որ, պատկերացնես ոսկիները լը հանեք, բերեք, ցեպա մատանիա, հələ հավաքեք Ժորժան, մի հատ սենց, այսօր տալիս ենք Հակոբն ու ասա անունը, Հետոն ու Հակոբը տանում են մեր ոսկիները ձուլում են, ինչ եք ձուլելու, պատկերացնում ես մի հատ Արագի մեջ, այդ ոնց եք արագի մեջ այդ ոսկե հորթը ստանալու, մակետն էլ չունեին, ճոկում եք։ Մեկ էլ արագ ստացան ոսկի հորթը, եկան սկսան ուրախանալ իրանց սարկածի վրա, սկսան պարել, այլա, մեկ տենում եմ սենց անկապ էլի, սենց չեմ էլի դատելու համար չի արկեմ, երբեմն զարմանում եմ, մեկ էլ տենում սենց չախ-չախ փորերով տղամարդիկ են, բեմի վրա կանգնած են, ու սենց բանը ուժը տվել են ֆիզիկականին հոգևոր երգա գնում, եկե փորներն առած սկսան տորա համ դամ ասեմ դերես ինչպես է դամ թարդում այդ տանաշեններ մի հատ Տիրոջը հետ պաշտամունքը այդ ձեր թռնելը չի էլի ինչքան ուշը այ մարդը Տիրոջ հետ մի հատ Միաբանվեկյանի Դավիթը պարելա մենք էլ ենք էլի պարում հեսա մի հատ սես թամ Շորջան հարցը ձեր այդ պարելը չի այդ հորթերի առաջ ձեզ պետքա Տիրոջը ճանաչել։ Ժամանակն եկել է, որ մենք ետ դառնանք դեպի Տերը եւ Տերը ետ դառնա դեպի իր ժողովուրդը։ Որտեղ չկա կռապաշտություն, ամեն տեղ կա կռապաշտություն։ Այսօր ես քանդում եմ ամեն տեսակի կուրքեր Հիսուսի անունով։ Թող ամեն կուրքերը քանդված լինի եւ այդ հորթի արձանները, եւ այս փարավոնը, որ ինքը Մովսեսը փարավոնը ընտրել է այդ կյանքը, որ իջնում է տեմա ժողովուրդը մի վարքյան հետո իրան ուրացան, մի վարքյան, մի հատ մեկի թարսնայեցիր քեզ ուրանում է։ Բա գիտեք հովների ջանքարա։ Բա ինձ բան արեց, ասեց, գիտես, ասելա կնճիր ունես։ Ես այդ հովիվի հետևից չեմ, մարմնավորդ ինչքան շատ է։ Փաստորեն են հոգևորը չկա, էլի մի հատ բանը ինձ ասեցին ինչ, մի հատ ասեք։ Տերորդի ձեզ, եկեք հոգևորը մտածենք, ասեցին լավ արեցին, մեռած մարդը ինքը ցավ չի զգում։ Մեռած եմ մենք որ ջրով մկրտում ենք, մեռած եմ աշխարհի համար, կենթանի եմ Քրիստոսի համար։ Բայց այսօր մենք մեռած ենք Քրիստոսի համար, կենթանի ենք աշխարհի համար։ Վայ, ինձի չպաչեց, մեկը կար ստեղացներ, գալիս եմ հովիվը ինչ չի պաչում, այ մարդ, ես պարտավոր չեմ բոլորիդ պաչեմ։ Ձեր տունը մարդ ունեք, երեխեք ունեք, կնիկներ ունեք, հիմա չեմ ուզում, չեմ պաչում։ Այ քեզ բա քրտնած տեղից դուրս եմ եկել, յա որ ինչ չի պաչել, ես էլ Քրիստոսի հետևից չեմ գնալու։ Եվ Քրիստոսը գիտեք ինչ ասում, բայց ինչ գտակ իմ վրա։ Ինչ գայթակղություն գտակ իմ վրա, որ ինձանից հեռացաք։ Հիմա Մովսեսը ինչ արեց, որ այս մարդիկ գնացին, սկսեցին կուրքեր պաշտել, ավելի հեշտ է կուրքեր պաշտել, քան Քրիստոսին պաշտելը։ Ոչ մի բանի չպաշտեք, սիրելի Աստծո ժողովուրդ, դա կուրկա։ Ոչ խաչին, ոչ քարին, ոչ փայտին, ոչ տաճարին, ոչ մի բանը պաշտամունքի առարկա չի։ Պաշտում ենք միայն Աստծո հոգուն։ Աստված հոգի է։ Մնացածը ինչը որ գնացիր մտար տաճար պաչեցիր կուրքա։ Խաչը տվեցին ասին պաչի կուրքա։ Ինչին սկսել ես պաշտել կուրքա։ Հանեցիր խաչը վզից հետ պաչեցիր կուրքա։ Մահա դա, Ժորջան, մահա։ Ինձ հետ եք։ Հիսուսը երկիր եկա ոչ թե երկրային թագավորությունը կառուցելու, այլ երկնայինը։ Մենք ապրում ենք երկրի վրա երկնայինի համար, Տերը բարի է։ Ղուկաս 4:16-ում ասեց, ես եկա գերիներին ազատում արձակելու, ես եկա գերիներին արձակելու, Տիրոջ ընդունելի տարին հռչակելու։ Երկրորդ Օրինաց 21:22-ում գրված է.
Երբ որ մի մարդ մահի արժանի մեղ գործի, նա մերձվի եւ դու նրան ծառից կախես, նրա մարմինը ծառի վրա գիշերը չմնա, այլ նույն օրը անպատճառ թաղես նրան, որովհետև կախվածը Աստծո անիծածն է, եւ չպղծես այն երկիրը, որ քո Եհով Աստվածը քեզ կտա ժառանգության համար։ Խաչը դա մահվան ձև էր, որտեղ գրված էր ամեն փայտից կախվածը անիծյալ լինի, երբ որ մարդը մահի արժանի մեղք էր գործում, նրան տանում եւ խաչապայտից կախում էին, այսինքն մինչև Հիսուս Քրիստոսի խաչը բարձրանալը, խաչի վրա շատ մեռնողներ արդեն կային։ Բայց երբ որ Քրիստոսը մահվան արժանի ոչի մեղք չէր գործել, եւ մենք էին գործել, անեծք էին գործել, եւ մահվան ամեն տեսակի բաները արել էինք, Հիսուսը մեր փոխարեն խաչը բարձրացավ, որ ամեն մահի տակ, անեծքի տակ եղողներին արձակի։ Եվ այսօր հիմա գալիս եմ Գաղատացիների 3:13։ Քրիստոս գնեց մեզ օրենքի անեծքից, մեզ համար անեծք լինելով, որովհետև գրված է. անիծյալ լինի ամեն փայտից կախվածը, որ Աբրահամի օրդությունը հեթանոսների մեջ լինի Քրիստոս Հիսուսով, որ մենք Սուրբ Հոգու խոստմունքը ընդունենք հավատքով։ Նշանակում է խաչի վրա Հիսուսը մեռավ, որ ես ապրեմ։ Ինչ որ մեկը թող սկսի դավանություններ անել, շուտով ավարտում եմ։ Ես ուզում եմ, որ դասես Հիսուսը վերցրել իմ անեծքը, իմ ընտանիքի անեծքը, իմ երեխաների վրայի անեծքը, իմ պապենական, ժառանգական այն անեծքները, որ իմ կյանքում գործում են, այսօր այդ անեծքը քանդված է Հիսուսի զորավոր անունով։ Գիտես, մեր հարազատի Աննայի եղբորը չարվորակ ուռուցք են ասել բժիշկները, եւ այդ անեծքը ես այսօր անեծքով անիծում եմ եւ բերում եմ դեպի խաչը Գաղատացիների 3:13-ը եւ հռչակում եմ լիարժեք ազատագրություն եւ բժշկություն Արմենի կյանքում Հիսուսի անունով եւ անիծում եմ ռակը եւ ասում եմ ռակը պարտված է, որովհետեւ խաչի վրա այդ ռակ հիվանդությունը մահացած է։ Եթե այսօր կան հիվանդություններ, ես ուզում եմ քո ձեռքերը բարձրացնես եւ ասես այդ հիվանդությունն արդեն պարտված է Հիսուսի անունով, իմ վրայից, իմ ընտանիքի անդամների վրայից, իմ հարազատների կյանքի վրայից Հիսուսի անունով։ Ես բժշկված եմ, իմ ընտանիքը բժշկված է, անեծքը քանդված է, աղքատությունը հեռացած է, չկա պապենական հիվանդություններ, չկան ժառանգական գենետիկական հիվանդություններ, գենետիկան փոխված է, խաչի վրա Գաղատացիների 3:13 գենետիկան փոխված է, ես բժշկված եմ, ասա հիվանդություն չկա, ես բժշկված եմ, ես փրկված եմ, Միլենա բարձրացնու քո ձեռքով ասա, ես չունեմ մաշկային ոչ մի հիվանդություն, ես չունեմ ալերգիա Հիսուսի անունով, որովհետև ես բժշկված եմ, չէ, բարձրացրու ձեռքերդ, օգնեք, որ Միլենան բարձրացնի իր ձեռքերը, ասի, բժշկված եմ ես Հիսուսի անունով։ Ես բժշկված եմ, խոսի բժշկություն, եւ այսօր թող քանդված լինի մեր ընտանիքի վրայից անեծքը, եւ ասա, ես այսօր ընտրում եմ օրհնությունը, ասա, ես ընտրում եմ օրհնությունը ոչ թե անեծք, ես ընտրում եմ բժշկությունը, ոչ թե հիվանդություն, ես ընտրում եմ խաղաղություն, ես ընտրում եմ փրկություն, ես ընտրում եմ սրբության կյանքը, ես ընտրում եմ Աստծո կյանքը, հավիտենական կյանքը իմ վրա, իմ ընտանիքի անդամների վրա, որովհետև Հովանու 15:16-ում գրված է, ոչ թե դուք ինձ ընտրեցիք, ես Հիսուսի ընտրությունն եմ, ոչ թե դուք ինձ ընտրեցիք, Տերն ասում է, այլ ես ձեզ ընտրեցի, որ դու գնաք շատ պտուղ բերեք եւ ձեր պտուղը մնա, ասա ես Հիսուսի ընտրությունն եմ, որպեսզի գնամ եւ պտուղ բերեմ, բարձրացրու քո ձեռքը, ասա այսօրվանից ես կլինեմ պտղաբեր, Տեր իմ ձեռքերին շատ գործ տուր, ես ուզում եմ որ դու պտուղ տաս ինձ, որտեւ ես չեմ քեզ ընտրել, այլ դու ես ինձ ընտրել եւ առաջի Պետրոսի 2:9-ում գրված է, բայց դուք ընտիր ազգ եք, ասա ես ընտիր ազգ եմ, ասա ես ընտիր ազգ եմ, թագավորական քահանայություն, Սուրբ ազգ, ասա սեփական Աստծո ժողովուրդ, որ քարոզեմ նրա առաքինությունը, ասա ես կանչված եմ նրա առաքինությունը քարոզելու համար, որ ձեզ խավարից կանչես դեպի զարմանալի լույս, ասա ես խավարից տեղափոխվել եմ դեպի լույսը, որ դուք ժամանակով ժողովուրդ չէիք, բայց հիմա Աստծո ժողովուրդ եք, որ ողորմած չէիք, ասավ ես առաջ ողորմած չէի, բայց հիմա շատ ողորմած,
Ինչ որ մեկը թող ասի ողորմած է Աստված իմ նկատմամբ, իմ ընտանիքի նկատմամբ, ես Աստծո ողորմությունն եմ ստացել, Աստծորտությունն եմ ստացել, Աստծո բժշկությունն եմ, հիմա դավանություններ կանգնի մի պահ եւ սկսի դավանություններ անել, շուտով ավարտում եմ։ Հռոմեացիների 8:38-ով ուզում եմ ավարտել, որովհետև հաստատ գիտեմ, որ ոչ մա, ոչ կյանք, ոչ հրեշտակներ, ոչ իշխանություններ, ոչ զորություններ, ոչ ներկա բաներ, ոչ գալու բաներ, եւ ոչ բարձրություն եւ խորություն եւ ոչ մեկ ուրիշ ստեղծված բան կարող չէ մեզ բաժանել Աստծո սերիցը, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսն է։ Ես նորից եմ ուզում կարդալ եւ դու ուզում եմ իմ հետ միասին կրկնես։ Ես խնդրում եմ, որ երաժշտություն միացնեք, որովհետեւ հաստատ գիտեմ, ինձ հետ ասա ոչ մա, ոչ կյանք, ոչ հրեշտակներ, ոչ իշխանություններ, ոչ զորություններ, ոչ ներկա բաներ եւ ոչ գալու բաներ, եւ ոչ բարձրություն, եւ խորություն, եւ ոչ մի ուրիշ ստեղծված բան կարող է մեզ բաժանել Աստծո սերիցը, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսումն է։ Ինչը կարող է մեզ Աստծո սիրուց այսօր բաժանել, ասա ոչ մի բան, ոչ մա, ոչ կյանք, ոչ զորություններ, ոչ բարձրություններ, ոչ ներկա բաներ, ոչ գալիք բաներ, ոչ խորություններ, ոչ բարձրություններ, մեզ չեն կարող Աստծուց բաժանել, ասա ես այսօր որոշում եմ կայացնում մնալ Աստծո հետ։ Ես եւ իմ ընտանիքը նորից դավանություններ եմ ուզում անենք, ես եւ իմ ընտանիքը Աստծուն ենք պաշտելու։ Ես եւ իմ տունը նրան ենք պաշտելու, ես կկառուցեմ տապան, ես այսօր կգնամ իմ տուն եւ իմ տան մեջ կկառուցեմ իմ վերնատունը եւ իմ վերնատան մեջ ես կսկսեմ աղոթել, որպեսզի ինչը որ մեռնի այդ տան մեջ հարություն առնի Հիսուսի զորավոր անունով։ Աստված թող օրհնի այսօր մեր ձեռքի գործը, ասա իմ ձեռքի գործը, Աստված թող օրհնի մեր տունը, մեր տնտեսությունը, թող խավարի գերությունից այսօր դեպի լույսը տեղափոխվենք, ասա խավարից դեպի լույս, հիվանդությունից դեպի բժշկություն, անեծքից դեպի օրհնություն, Հիսուսի զորավոր անունով այսօր զորավոր օր է, հռչակումներ արա եւ ասա այսօր զորավոր օր է, զորության Աստվածն է այստեղ եւ նա եկել է, որտեւ նա կենթանի է, նա հրաշալի Աստված է։ Ճանաչի նրա մեծությունը եւ ճանաչիր քո մեծությունը Աստծո մեջ, ես ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով։ Ես ամեն բան կարող եմ, մահը պարտված է, անեծքը պարտված է, ես կունենամ ամենալավ բնակարանը, ես կունենամ ամենալավ շքեղ մեքենան, ես կունենամ ամեն բան, ես կունենամ ընտանիք, երեխաներ, ես կունենամ, բայց Տիրոջը չեմ ուրանա Հիսուսի անունով։ Որքան որ Աստված ինձ բարձրացնի, այդքան ես կխոնարհվեմ եւ կասեմ բարձրացնողը դու ես, անողը դու ես, տվողը դու ես իմ պարծանքը, ես ոչ մեկով եւ ոչ մի բանով չեմ պարծենա, այլ կասեմ դու իմ պարծանքն ես Աստված։ Դու ես իմ պարծանքը, որովհետեւ դու ես մեզ ընտրել, ոչ թե մենք ենք քեզ ընտրել, այլ դու ես մեզ ընտրել, որ գնամ եւ պտուղ բերեմ եւ իմ պտուղը մնա։ Ես այսօր որոշում եմ կայացնում լինել պտղաբեր, նոր հոգիներ, նոր փրկվածներ, թող փրկվածների թիվը եկեղեցում ավելանա։ Ես այսօր նորից ու նորից որոշում եմ կանգնել, նոր կերպով կանգնել, ես որոշում եմ իմ հողերը ետ վերցնել, ես որոշում եմ կայացնում այլևս չզիջել, վերցնել հոգու սուրը եւ գնալ Հիսուսի հետևից։ Ես այսօր որոշում եմ, որ մեկը պիտի 1000 դառնա, որ փոքրը պիտի մեծ ազգ դառնա, ամենափոքրը հզոր ազգ։ Ես այսօր որոշում եմ, սա իմ որոշումն է, որ իմ տունը պիտի փառաստունը փառավորվի Տիրոջ անունով, որ Տիրոջ ներկայությունը այս տան մեջ պետք է լինի անսպառ։ Եվ Տեր իր փառաստունը պիտի փառավորի, ժամանակ կա, դեռևս ժամանակ կա, որ ես իմ ընտանիքի հետ միասին քեզ պաշտեմ, որ իմ երեխաները քո տան մեջ մեծանան, որ իմ թոռները քո տան մեջ մեծանան, որ իմ սերունդը քո տան մեջ մեծանա, եւ ես երկնքից առաջ հռչակում եմ, որ իմ սերունդը հավիտյան քոննա, Տեր։
իմ երեխաները հավիտյան քոնն են, նրանց տնտեսությունը, ունեցվածքը, ստացվածքը, որ հոգևոր իմ սերունդը պետք է ծովի, ավասի եւ երկնքի աստղերի չափ լինի, որովհետեւ մեկ օր ես չէի որոշել այս երկիր գալ, բայց դու որոշեցիր եւ ասեցիր գնա քո երկրից, եւ ես քեզ մեծ ազգ կդարձնեմ, եւ ես այսօր եթե օտարության մեջ եմ, լինելով այնքան հայրենասեր, այնքան հայասեր, այդքան հայրենիքի համար մեկը որ կյանք կտար, լինելով այս երկրի մեջ, որ դու ուղարկեցիր եւ ասեցիր գնա, որովհետեւ հայ համայնք կա այնտեղ, որտեղ հայ համայնք ունի այնտեղ քո կարիքը օտարության մեջ, ես կմնամ այնքան ժամանակ եւ կծառայեմ այնքան տարիներ, մինչեւ որ դու ինձ կասես, որովհետեւ դու հայ Աստվածն ես եւ ամենտեղ, ամենուրեք դու իմ Աստվածն ես, ինչպես մեկ օր Աբրահամին հանեցիր եւ ասեցիր գնա եւ ես քեզ կդարձնեմ այդ մեծ ազգը, մեկ օր ինձ հանեցիր այդ երկրից եւ ասեցիր գիտես քո ճանապարհը նեղ է լինելու եւ ես ընտրեցի նեղը, դժվարը, քեզ Աստված, այսօր ուզում եմ քո ձեռքերը նորից ու նորից բարձրացնես, կրկնակի ասես ես քեզ եմ ընտրում, բարձրաձայնիր, մի ամաչիր եւ ասա քեզ եմ ընտրում Աստված, ես քոնն եմ հավիտյան, քո սեփականությունը ընտիրած, սեփական ժողովուրդ, պահված Աստծո փառքի եւ Աստծո տան համար, Հիսուսի զորավոր անունով։ Ես ուզում եմ, որ եւս մեկ անգամ պաշտենք Աստծուն։ Եկեք ամբողջ սրտով, ամբողջ հոգով պաշտենք նրան, նա հոգի է։ Քեզ պետք չի բան տեսնել, որ պաշտես։ Քեզ պետք չի տեսնել նկար, արձան, քեզ պետք չի տեսնել կով կամ Բուդդա։ Դրանք ամենքը կրոն են, որ քանդված են եւ պարտված են Հիսուսի զորավոր անունով, ամենքը չունեին հավիտենական կյանք, հավիտյան միայն Աստված է։ Ես այսօր ընտրում եմ կյանքը։ Միայն քեզ բարձրացնում եմ փառքը, միայն քեզ Տեր իմ սքանչելի, միայն քեզ բարձրացնում եմ փառքը, միայն քեզ Տերը ողջ ազգերի, փառքերով ես մեծարված, փառքերով ես մեծարված, հայլում ես փառավորված, հայլում ես Տերը փառավորված, փառքերով ես մեծարված, հայլում ես փառավորված, հայլում ես Տերը միայն քեզ բարձրացնում եմ փառքը, միայն քեզ Տեր իմ սքանչելի, միայն քեզ բարձրացնում եմ փառքը, միայն քեզ Տերը ողջ ազգերի, փառքերով ես մեծարված, հայլում ես փառավորված, հայլում ես Տերը փառավորված, փառքերով ես մեծարված, հայլում ես փառավորված, հայլում ես Տերը միայն քեզ
պատիվ մեծարանք անունիդ եւ քո որդու Տեր Հիսուս Քրիստոսի անունով ամեն Փառքերով ես մեծարված այլում ես փառավորված այլում ես Տերը փառավորված Փառքերով ես մեծարված այլում ես փառավորված այլում ես Տերը փառավորված Հայլում ես Տերը փառավորված 29 տարի առաջ հենց այս օրը ամսի 26-ին ընդունեցի Տեր Հիսուս Քրիստոսին որպես իմ անձնական Տեր ու Թագավոր իմ տան մեջ եւ Աստված օծեց իմ գլուխը յուղով այսօր այդ օրն է որ ես երբեք չեմ մոռանում եւ չեմ մոռանա որովհետեւ մահից դեպի կյանք անեծքից դեպի օրհնություն հիվանդությունից դեպի բժշկություն դա տեղի ունեցավ իմ կյանքում Սիրելի մեծ դիտող կարող է դա նաեւ տեղի ունենալ քո կյանքում Եթե քո կյանքում կան մեղքեր, որ դու չես կարողանում ազատվել, դու այսօր կարող ես ձեռքերդ ուղղակի բարձել դեպի Տեր եւ ասել Տեր ես մեղավոր եմ։ Խնդրում եմ ներես իմ բոլոր մեղքերը, գիտակից թե անգիտակից։ Քո սուրբ արյունով, որ միակն է, որ կարող է իմ մեղքերը ջնջել արյունը, քո սուրբ արյունով լվա եւ մաքրիր ինձ։ Ձունից էլ ջերմակ դարձրու իմ կյանքը։ Սիրելի Սուրբ Հոգի արի իմ կյանքի մեջ, վերստին ծնունդ տուր ինձ եւ դարձիր իմ Տերն ու Թագավորը։ Ես որոշում եմ կայացնում այսօր ապրել քեզ համար Քրիստոս, մեռնել աշխարհի համար եւ ապրել Քրիստոսի համար։ Թող այսօր այս աղոթքը քո կյանքի մեջ բերի նորորդություն, նորոցություն։ Եվ ինչպես որ իմ կյանքը երջանիկ է 29 տարի արդեն, ես ուրախ եմ։ Թող որ այսօր քո ընտանիքում շատերը ապաշխարության տեղի գտնեն եւ այսօր քո տան մեջ լինի օրհնության զորության եւ ոչ միայն այսօր, այլ ամեն օրը թող նոր լինի եւ օրհնված։ Օրհնված լինեք, մեզ սիրելի դիտողներ, օրհնված լինեք սիրելի եկեղեցի, գնաս օրհնությամբ եւ այս ամբողջ շաբաթ եւ միշտ թող քո բաժինը լինի Տերը եւ Տիրոջ ամեն օրհնությունները քո հետ լինեն։ Մեր ծառայությունները մնացել են նույնը, չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին ժամը 7-ին կունենանք ծառայություն, բայց այս անգամ կլինի դպրոց։ Մեր սիրելի ջրով մկրտվողների համար on-line ծառայություն կլինի։ Ես խնդրում եմ, որ այլ մարդիկ, որ դեռևս միացած չեն on-line ծառայություններին, կարող եք գրանցվել եւ on-line ծառայություններին միանալ, սիրելի եկեղեցու անդամներ։ Կիրակի օրը ժամը 11-ին կունենանք ծառայություն օրհնյալ պաշտամունք։ Եղեք օրհնված։